Փաշինյանը չի տանում Հայաստանը դեպի Եվրոպա։ Փաշինյանը իզուր չէ, որ ես բերում եմ վրացական օրինակը։ Վրացիները մինչև հիմա պնդում են, որ իրենք պատրաստվում են գնալ Եվրոպա։ Իրենք մինչև հիմա կախած պահում են Եվրոմիության դրոշները։ Սահմանի վրա Վրաստանի դրոշը Եվրոպական միության դրոշի կողքն է։ Բայց դա ոչ ոքի չի խաբում, չէ՞, եվրոպացիները հրաժարվում են անգամ շփվել վրացական կառավարության հետ։ Նման խոսակցություններ կային դեռ Թրամփի առաջին իշխանական ժամկետի օրոք մինչև 20 թվականը, 16-20 թվականին, եւ ես հիշեցնեմ, որ կային քաղաքական ուժեր, որոնք պնդում են, որ Հայաստանին պետք չէ Եվրամիության անդամակցությունը, բավական է սահմանափակվել, կա այդպիսի մի բանաձև, հիմա արդեն չի գործում, բայց կար ժամանակին ոչ ՆԱՏՕ-ի անդամ Միացյալ Նահանգների դաշնակից։ Եվ ես նման դեպքերում բերում էի Աֆղանստանի օրինակը, որը ուներ այդ կարգավիճակը։ Այդ կարգավիճակը ՆԱՏՕ, ոչ ՆԱՏՕ անդամ։ Այո, դուք ասիք Միացյալ Նահանգների դաշնակից, ՆԱՏՕ-ի։ Ոչ ՆԱՏՕ-ի անդամ, Միացյալ Նահանգների դաշնակից։ Դա հենց ամերիկյան ձևակերպում էր, NMA կարծեմ, non-NATO member major ally, այդպես էր ամերիկացիները սիրում են հապավումները, եւ ես պնդում եմ, որ պետք չէ Իսրայելի հետ համեմատել, մենք չենք ներկայացնում Իսրայելի պես կարևորություն Միացյալ Նահանգների հետ, մենք ավելի շատ նման ենք այս դեպքում Աֆղանստանի հետ, որտեղ Ամերիկան որոշ ժամանակ ահռելի վիթխարի մեծ գումարներ էր ներդնում, փորձելով բարեփոխել երկիրը, խոսքը գնում է առնվազն $1 տրիլիոն մասին, սարսափելի մեծ գումար է, ինֆրաստրուկտուրան կառուցեցին հիվանդանոցներ, համալսարաններ, կամուրջներ, կոյուղի եւ այլն։ Աֆղանցիները հրաժարվեցին այդ ամեն ինչից եւ բոլորս հիշում ենք, թե ինչպես էր Միացյալ Նահանգները հեռանում Կաբուլից։ Դա կարելի է համեմատել միայն Վիետնամից հեռանալու այն խայտառակ պատկերներին։ Եվ ես այն ժամանակ ասում էի, չի կարելի կապել մեր երկրի ու ազգի ճակատագիրը փոփոխվող Միացյալ Նահանգների քաղաքականության հետ եւ Վիլսոնի օրինակն է բերում, որը ամեն ինչ արեց Հայաստանի համար, բայց պարտվեց ընտրություններում եւ հաջորդ նախագահ Միացյալ Նահանգների կարծեմ Հարդինգը ասել էր America first, Թրամփից առաջ 100 տարի առաջ դա ասվել էր եւ դա իմիջիալուց բերեց Միացյալ Նահանգներին մեկուսացմանը եւ ֆինանսական կործանմանը 29 թվականի այսպես կոչված մեծ դեպրեսիայի ժամանակ։ Հիմա Միացյալ Նահանգները անում են նույնը, բայց մեզ համար պետք չէ 1920 թվականը օրինակ բերել, բերենք 2020 թվականը։ Եվ այն աղետը, որը կատարվեց Արցախում, կատարվել էր Թրամփի օրոք։ Եվ ես հետո 5 տարի շարունակ ասում եմ, դուք լուրջ եք, Թրամփի հետ եք ուզում կապել։ 2020 թվականի պատերազմի օրերին, հոկտեմբերին Ֆրանսիան նախաձեռնել էր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ, պահանջելով ՄԱԿ-ի որոշումը կանգնեցնել պատերազմը, մտցնել այնտեղ միջազգային խաղապահներին եւ երկու երկիր վետո դրեցին, Միացյալ Նահանգները ձեռնպահ մնացին, իսկ վետո դրեց Ռուսաստանը եւ Չինաստանը։ Ֆրանսիան չկարողացավ դա անել։ Ֆրանսիան վերջին փորձն արեց, առաջարկեց Երևանին ճանաչել Արցախի հանրապետությունը։ Մոսկվայի ճնշման տակ Երևանը հրաժարվեց, խնդրեց չճանաչել Արցախը։ Դա 2020 թիվն է։ Դուք սա ներկայացնում եք, որ ապացուցեք կամ բերեք այն փաստարկը, որ Եվրոպան գործել է, ինչ որ բան փորձել է։ Եվրոպան հիմա էլ է գործում։ Ահա ինչու Եվրոպան փաստորեն կրկնում է այն թեզերը, իմիջիալուց Եվրոպական կուսակցությունը Հայաստանի, որը ես ներկայացնում եմ, Եվրոպան հենց այս 3 թեզերն էր ներկայացրել որպես մեր անհամաձայնության կետերը, եւ այդ կետերը հիմա դարձել են Եվրոպայի պաշտոնական տեսակետը Հայաստանի հետ խոսելուց։ Նորից թվարկեք այդ 3 կետերը։ Արցախահայության իրավունքները, միջազգային իրավունքները, այսինքն չներել պատրիացիդը, իրենք ունեն իրավունքներ։ Երկրորդը, ոչ մի դեպքում դուրս չբերել եվրոպական դիտորդներին, որոնք մեր անվտանգության վերջին միջազգային երաշխիքն են, եւ երրորդը օր առաջ իրականացնել, կիրառել այն օրենքը, որը մենք նախաձեռնեցինք եւ որը ընդունվեց, Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնել։ Նախ Վրաստանը այդ ուղղությամբ փորձում է գնալ, պետք է ասել, որ Վրաստանը 7 ամսվա ընթացքում եւ նախորդ տարիների ընթացքում անգամ չէր կարող որևէ
կոնտակտ իրականացնել Միացյալ Նահանգների վարչակազմի հետ, վարչակազմը առաջին էր, որ կոշտ մերժեց Վրաստանի հետ որևէ հարաբերություններ եւ պետք է ասեմ, գիտեմ դա ներքին աղբյուրներից, որ վրացիները մեր դեսպանատան միջոցով Վաշինգտոնում խնդրում էին, որ կազմակերպվի հանդիպում նոր ադմինիստրացիա հետ, բայց քանի որ մեր դեսպանատունը նույնպես չուներ եւ հազիվ հիմա ինչ որ կոնտակտներ սկսեց ձեռք բերել, Հայաստանն էլ չկարողացավ վրացիներին օգնել, այսինքն այդ խոսակցությունը միանգամայն իմաստազուրկ է։ Արդյոք Ամերիկան պատրաստվում է օգնել Հայաստանին։ Հիշենք, որ օրեր առաջ Միացյալ Նահանգները հրապարակեցին նոր ռազմավարական տեսլականը, որտեղ Միացյալ Նահանգները մերժում են իր ավանդական դաշնակցային պարտականությունները Եվրոպայի, Թայվանի, Ճապոնիայի, Կանադայի վերաբերյալ։ Ուրեմն ինչ որ մեկ Հայաստանում լուրջ կարծում է, որ թողած Եվրոպային, Կանադային Հայաստանին են օգնելու Թրամփի վարչակազմի անդամները, Թրամփի զորքերը, դա ծիծաղելի է։ Եվ երկրորդը, Եվրոպան քանդվում է։ Եվրոպայի քանդման մասին մենք լսել ենք մեր ամբողջ կյանքի ընթացքում 100 տարի առաջ Օսկար Շպենգլերը գիրք էր գրել Եվրոպայի մայրամուտը։ Եվրոպան իր 500 միլիոն բնակչությամբ եւ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի պես հիմա արդեն Լեհաստանի պես արագ զարգացող երկրներով գիտեք ասել, որ այդ երկիրը կամ կներեք, չնայած որ հիմա իրենք նաև առաջարկում են էլի հին մի առաջարկ սեղանի վրա դրված է ֆեդերատիվ Եվրոպա, այսինքն Եվրոպայի Միացյալ Նահանգների գաղափարն է հիմա առաջ գալիս։ Դա էլ է բավական հին, Լենինը ժամանակին գրել էր այդ մասին փոքրիկ գրքույկ Եվրոպայի Միացյալ Նահանգների կարգախոսի մասին, այսինքն այստեղ ոչ մի նոր բան չկա, բայց եթե Եվրոպան զարգանում է կես տոկոս կամ 1%, համեմատել դա Հայաստանի 4% հետ, պարզապես զավեշտ է, որովհետև Հայաստանի այդ 4%-ը դա 12 եւ 14 միլիարդ դոլարի մասին է, իսկ միայն Գերմանիան միայն այս 5 տարվա մեջ 1 տրիլիոն դոլար պատրաստվում է ծախսել միայն բանակը նորոգելու մասին, այսինքն ինչի մասին է խոսքը գնում։ Խոսքը գնում է այն մասին, որ ավարտեմ միտքս, բայց կարծում եմ կարևոր դա վերլուծություն է, որի մասին առանձին պետք է խոսել։ Աշխարհում ստեղծվում են նոր բլոկեր, նոր դաշինքներ։ Միացյալ Նահանգները մեկուսանում են եւ կենտրոնանում են Հարավային Ամերիկայի վրա եւ Խաղաղ օվկիանոսի Հավայան կղզիներ, որոշ այլ երկրներ, Ֆիլիպիններ, Ինդոնեզիա, իրենց ազդեցությունը դա նույնպես նոր բան չէ, դա կոչվում է Մոնրոյի դոկտրինա։ Դա 20-րդ դարում որոշ ժամանակ Ամերիկան միայն Ամերիկայի համար, դա հենց Հարդինգի ժամանակ 20-ական թվականների տապալված միջալոց դոկտրին էր, որը փոխեց արդեն Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը փոխելով սահմանադրությունը եւ թույլ տալով, որ Ամերիկան միջամտի իր սահմաններից դուրս պատերազմները, դա երկրորդ համաշխարհային պատերազմն էր։ Երկրորդ հսկայական դաշինքը դա Չինաստանի գլխավորությամբ ասիական դաշինքն է եւ կարծում եմ, որ կենտրոնական Ասիայի երկրները, որքան էլ իրենք հիմա սիրախաղեր չանեն Միացյալ Նահանգների հետ, չեն կարողանա խուսափել Չինաստանի հզոր ազդեցությունից, ինչպես նաեւ հարավ-արևելյան Ասիան, Թայլանդը, Կամբոջան, Վիետնամը, այլ երկրներ։ Երրորդ հզորագույն դաշինքը դա Եվրամիությունն է։ Կա եւ չորրորդը, որը ստեղծվում է մեր աչքի առաջ եւ ցավոք սրտի Հայաստանի ուղիղ մասնակցությամբ, դա Թուրանն է։ Թուրքիան կրկին վերադարձավ իր այդ ցնորքին, Թուրքիա եւ Թուրքեստան, կենտրոնական Ասիան դարձնել մի տնտեսական եւ ռազմաքաղաքական դաշինք։ Կարծում եմ դա չի ստացվի նախ եւ առաջ Չինաստանի պատճառով, այո, բայց Չինաստանը շատ զգույշ է եւ հիմա ցույց չի տալիս որևէ նշույլ այդ մասին, բայց Հայաստանն է, Փաշինյանն է, որ թույլ տվեց այդ դաշինքի ստեղծման կարևորագույն մի քայլն անել։ Դա այն է, ինչ թուրքերը անվանում են Զանգեզուրի միջանցք։